Հայոց աշխարհը միշտ եղել է առևտրային ուղիների խաչմերուկ։ Դեռևս 2000 տարի առաջ Հայաստանի տարածքով էր անցնում հանրահայտ Մետաքսի ճանապարհը, որով վաճառականները բազմաթիվ ապրանքներ էին տեղափոխում Չինաստանից Ռոմ։ Եվ լավագույններից մեկն այդ գործում հայերն էին, որոնց համար վաճառականությունն իսկական գիտություն էր, այն մշտապես դասավանդվում էր հայկական դպրոցներում։ Չինաստանից արտահանելով մետաքսյա իրեր և ճենապակի, հայերը Չինաստան էին ներմուծում որդան կարմիրը, գորգեր, դեղորայ, զարդեր, գինի։ Չինաստանը և արևելքի այլ երկրները եվրոպացիների և քրիստոնյաների մեջ վտանգ էին տեսնում իրենց մշակույթի ու ինքնության համար և հաճախ արգելում էին նրանց մուտքը երկիր։ Բացառություն էր արված միայն հայերի համար, նրանց բարյացակամության և ազնվության շնորհիվ։ Հայկական տարածք գրողները ազատ տեղաշարժման իրավունք ունեին Չինաստանում, իսկ տնտեսական օգուտն այնքան մեծ էր, որ հայերին ազատել էին հարկերից։ Իրենց բացառիկ որակների շնորհիվ հայ վաճառականները դարեր շարունակ ցանկալի հյուրեր էին աշխարհի բոլոր ծայրերում։ Դրա գագաթնակետը դարձավ 17-րդ դարում նոր ջուղայի հայ ընտանիքների ստեղծած աշխարհի ամենահզոր առևտրային համակարգերից մեկը։ Այն գործում էր Հնդկաստանից ու Ֆիլիպիններից մինչև Եվրոպա և Մեքսիկա։ Հայերը իրենց դիվանագիտական հմտությունների և ազնվության շնորհիվ հրաշալի միջնորդ դարձան արևմուտքի և արևելքի միջև։ Անգլիացիները նույնիսկ խորհուրդ էին տալիս առանց հայերի միջնորդության որևէ գործարք չկնքել Հնդկաստանում։ Եվ միայն հայերին էր Ռուսաստանը թույլատրել իր տարածքով ապրանքներ տեղափոխել Եվրոպա։ Բայց ո՞րն էր նրանց հաջողության գրավականը։ Հայ վաճառականները փոխշահավետ հարաբերություններ էին հաստատում բոլորի հետ։ Առ և դուր, դա էր հայերի արդար աշխատանքի բանաձևը։ Տեղի իշխանները ապահովում էին հայկական քարավանների անվտանգությունը, դրա դիմաց ստանալով և գումար, և նոր քարավաններ բերելու խոստում։ Իսկ հայերն իրենց խոստումները միշտ կատարում էին։ Դա նրանց համար պատվի հարց էր։ Իհարկե, նոր ջուղայի վաճառականները ունեին նաև սեփական գաղտնիքներ։ Նամակների մեջ նրանք օգտագործում էին ծածկագրեր և կոդեր, կիրառում էին հայերենի բարդ բարբառներ, իսկ մեկ նամակի ներսում հայերենը հաճախ զուգակցվում էր պարսկերենի, իտալերենի կամ հոլանդերենի հետ։ Կոդավորվում էր ապրանքի անվանումը, գործարքի գումարը, երթուղին, քաղաքների անվանումները։ Օրինակ, 10 նռանճուղ Վեներա ուղարկել նշանակում էր ապրանքների 10 խմբականակ հասցնել Իտալիա։ Օգտագործվում էին նաև հայոց գրերի դեկորատիվ ոճերը, և այդպիսի նամակը նմանվում էր զարդանկարի, որի բովանդակությունը քչերը կարող էին հասկանալ։ Նամակները տարածվում էին հայկական վանքերի և առևտրային տների ցանցի միջոցով, իսկ գործավարության գաղտնիքները փոխանցվում էին բացառապես ընտանիքների ներսում։ Օտար երկրում միմյանց հանդիպելիս հայ վաճառականները օգտագործում էին նաև հատուկ ժեստեր և գաղտնաբառեր, որոնցով պարզում էին դիմացինի իսկությունը։ Հենց գաղտնիությունն էր թույլ տալիս հայերին նվազեցնել կորուստները և պաշտպանվել գողությունից, բոլորից արագ աշխարհի մի ծայրից մյուսը հասցնել բեռները, առաջինը տեղեկանալ նոր ապրանքների և շուկաների մասին։ Հենց հայ վաճառականները 17-րդ դարում սուրճը բերեցին Եվրոպա և բացեցին այնտեղ առաջին սրճարանները։ Նոր ջուղայի առևտրային համակարգը անխափան գործեց մոտ 200 տարի, հարստություն առք ու պատիվ բերելով հայ վաճառականությանը։ Եվ այսօր այն ոչ միայն հպարտության առարկա է, այլև վառ ապացույցը այն բանի, որ հաջողության միշտ կարելի է հասնել, լինելով խելացի, կազմակերպված, նորարար, իսկ ամենակարևորը՝ բարեխիղճ և ազնիվ։ Առ և դուր։